այո եւ ամեն։ Ամեն։ Այսօր ամեն ուրեք անխաղաղություն է տիրում։ Աշխարհը արդեն խոսում է երրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Այս ամենը մեզ հավատացյալներիս համար անակնկալ չի։ Մենք գիտենք այս բաները պետք է լինի, ինչու, որովհետև խոսքն է մեզ սովորեցնում, որովհետև անտեղյակ չենք, որովհետև Աստծո խոսքը մեզ համար մեր ուղղությունն է, մեր նավիգեյշնն է դեպի երկինք, դեպի հավիտենություն։ Մարդիկ կործանվում են անտեղյակ լինելուց, գիտություն չունենալուց, բայց երբ որ գիտությունը գալիս է, երկինքը ճեղքվում է եւ Տերը տալիս է, այն ժամանակ դու քեզ ապահով ես զգում, այն ժամանակ դու քեզ զգում ես կարևոր, որ կա մեկը, որ երկնքից հսկում է քեզ եւ ամեն բան գիտի եւ գիտի պաշտպանել։ Պաշտպանել ումից թշնամուց։ Ով է մեր թշնամին? Սատանան։ Հիշեք մեկ կարևոր բան, մեր թշնամիները մարդիկ չեն։ Մարդկանց մեջ բնակվող այն դիվային էություններն են, բայց մարդիկ իրականում չեն։ Աստծո խոսքը մեզ ասում է, մեր պատերազմը միս եւ այրան հետ չէ, մեր պատերազմը դիվային աշխարհի դեմ է։ Ամեն։ Նայում եմ ստեղ եղբայրս նստած ասնվածը, ուրախանում եմ, մենք իրար հետ ենք մեծացել, փոքր տարիքից իրար հետ ենք մեծացել, իրար հետ կռվել ենք, իրար ծեծել ենք, իրար միշտ ընտանիքներով մտերիմ ենք եղել ու հիմա նայում եմ հետ ու տեսնում եմ մեր մեջ է Տեր օրհնի աղբերս, քեզ, կնոջդ, ընտանիքդ, Աստված իսկապես հրաշալի է։ Ես միշտ աղոթում եմ, ասում եմ, Տեր, իմ հայ ազգից չլինի մեկը, որ կործանվի, ես ուզում եմ բոլորը փրկվեն, ես ուզում եմ դժոխքը դատարկ լինի, ուզում եմ դրախտը լցվի Աստծո քրիստոնյա ազգով, ամեն, որ միայն ոչ թե անունով լինենք, այլ իսկապես քրիստոնյաներ լինենք Քրիստոսի մեջ, ուրախ եմ ձեզ տեսնելու Աստծո տան մեջ։ Աստծո ժողովուրդ, վստահեցնում եմ ձեզ, որ այն ինչ որ քարոզելու եմ այսօր կրկնողություն չի, այլ եկեղեցուն Տերը հիշեցնում է։ Իմ քարոզները երբևէ կրկնողություն չի եղել, թույլ տվեք բացատրեմ։ Ես երբ որ քարոզը գրում եմ, ամեն շաբաթ Աստծուց նոր մանանա եմ ուզում, նոր խոսք եմ ուզում եւ գալի ու փոխանցում եմ իր հոտին, իր եկեղեցուն։ Երբեք ես գիրքը իմ անցած շաբաթվա երբեք մեկ անգամ եւս չեմ բացել ու չեմ նայել։ Այսօրը պրծավ փակվում է եւ դրվում է այնտեղ, երբեք չեմ նայում դրան։ Ես ամեն շաբաթ նոր խոսք եմ ուզում Տիրոջից։ Ամեն շաբաթ գրվածս քարոզը միգուցե թեման նույնը լինի, բայց միշտ Աստված տարբեր տեսանկյուններից է տալի, ինչու որպեսզի մեզ կառուցի, որպեսզի մեզ սարքի իր խոսքի վրա, որպեսզի պտղաբեր լինենք, չլինենք միայն լսող ու անցնող, այլ լսող, ապրող, կատարող եւ մեր կյանքում այն պտուղ տա, ամեն։ Դրա համար մեկ անգամ ինձ հովիվներից մեկը ասեց, ինչու ես ուտելիքը, երբ որ ավելանում է, կարաս հավաքես էլի, դնես մի կողմ, հետո կուտեք, ես միշտ թափում էի, ովքեր ինձ գիտեն, հա? Ովքեր ինձ գիտեն, որ ես սիրում եմ, որ ամեն ինչը թարմ։ Եվ ինձ Աստծո խոսքով ասեց, պետք է այս անեք, հավաքեք, ասի, դե արի, եթե Աստծո խոսքով ես ուզում խոսակ, արի, ես էլ քեզ մեկ ուրիշ բան ասեմ։ Աստված պատվիրեց ժողովրդին, ասեց, այն երեկվանը չուտեք, չպահեք, թափեք։ Ամեն օր թազա կտամ ձեզ։ Ասեց, ամեն ինչի պատասխանը ունես։ Ամեն ինչի պատասխանը չէ։ Ես մի բան գիտեմ, ամեն բանի համար ժամանակ կա։ Աստված գիտի որտեղ քեզ կառաջնորդի պահես, որտեղ կառաջնորդի նորը։ Եվ մեզ այս եկեղեցուն առաջնորդումա նորը ուտենք, նոր խոսք առնենք երկնքից, ամեն։ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիս 12-14 համարում խոսում է ասելով, որ մարմինը մեկ է, բայց անդամները շատ։ Մարմինը մեկ է, հիմա մենք մեր վրա օրինակը բերենք, բայց տարբեր անդամներ չէ կա մեր մեջ, ասենք սիրտը, լիարդը, թոքերը, ստամոքս, տարբեր անդամներ։ Եվ այդպես օրինակ է տալիս, ասում է մարմինը մեկ է, բայց անդամները շատ են։ Եվ ամեն մեկը կանչված է իր գործը անելու, այսինքն մարմնի մեջ ամեն անդամ իր ֆունկցիան է կատարում, հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ John 3:16 եկեղեցին որպես մարմնի մի փոքրիկ մասնիկ ունի իր ֆունկցիան, որը որ կանչված է սիրելու մեջ։ Սիրելն էլ նշանակում է զոհաբերություն։ Զոհաբերել ինչը,
Աստված այս եկեղեցուն կանչել է սիրել եւ զոհաբերել ինչը մեր ժամը մարդկանց համար, մեր ուշադրությունը մարդկանց համար, հոգատար լինելը, նույնիսկ ֆինանսներով կարեկից լինելը մարդկանց, ամեն։ Ուրեմն ինչ ենք հասկանում, որ սերը զոհաբերություն է, եւ այս եկեղեցի ով որ այցելում է, չի կարող սիրո մեջ չքայլել, որտեղ մեր առաքելությունը այս եկեղեցու սերն է, եւ ես ձեզ խոստանում եմ, սերը ամեն հարցերի լուծումն է։ Արք Հիսուսի։ Հիսուս Մատթեոս 24:12 համարում ասաց այս խոսքերը, ասեց անօրենությունը շատանալու պատճառով շատերի սերը սառչելու է։ Հիմա ուշադիր բռնեք ինչ ափորձում Տերը այսօր մեզ ասի, լավ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ վերջի ժամանակների նշաններից մեկը լինելու է ոչ միայն երկրաշարժները, աղետները, պատերազմները, պատերազմի համբավները, փառասիրությունը, մենք այնտեղ տենում ենք սուտ քարոզիչները, սուտ մարգարեներն ու սուտ առաքյալները, ոչ միայն սրանք է լինելու նշանները, որի մասին խոսում է Հիսուսը Մատթեոս 24 գլխի մեջ, զգուշացնում է եկեղեցուն, որ վերջի ժամանակներում մինչև իմ երկրորդ գալուստը այս բաները տենալու եք, եւ դրա տոկոսային քանակը այնքան է բարձրանալու, որ ակնհայտ եք տենալու, հասկացեք, որ ինչպես որ երբ որ իրիկուն է կամ ցերեկ է նայում ես երկինքը անպամած է, գիտես վաղը անձրև է գալու, չէ՞։ Այդպես էլ ասած, երբ որ կտեսնենք այս նշանները կատարվելիս, իմացեք իմ գալը շատ մոտ է, այսինքն դրան ետևում է, գալիս է։ Բայց այս նշանները միայն չէին, ավելի դաժան մի նշան տվեց, որը վախենալու է, որը որ ասեց, վերջի ժամանակներում տեսնելու եք, որտեղ անօրենությունը շատացել է, պղծությունը շատացել է, տեսնելու եք մարդկանց սերը սառչելու է։ Դժվար չի ինձ թվում, երբ որ մեր կողքը նայենք, մենք ակնհայտ կտեսնենք ինչպես է այս սիրո պակասի ալիքը եկել եւ մարդկանց ծածկել։ Ինչ սիրո մասին է Տերը խոսում։ Տերը խոսում է մարդ հարաբերության սիրո եւ մարդ Աստված հարաբերության, որ այդ սերը սառչելու է, պակասելու է վերջի ժամանակներում եւ կարիք կա ձեզ համոզեմ, որ դա արդեն կատարվում է։ Մի հատ ձեր շուրջը նայեք։ Մի հատ նայեք ինչ է կատարվում ձեր շուրջը։ Այսօր սիրո պակասը կա զույգերի միջև, դրա համար բազում բաժանումներ կա, զիջել չկա, եթե սերը չկա, զիջել չկա, եթե սերը չկա, զոհաբերություն չկա, եւ մենք սա ակնհայտ տեսնում ենք կատարվելիս։ Այսօր ինչքան շատ է բաժանումները, եթե առաջ տոկոսային եմ խոսում, պատերազմում էին ընտանիքի համար, մի հատ անհասկացողություն բավական է, հաջող ես գնացի։ Հասկանում եք ինչ աստիճան է շատացել, որովհետև սերը չկա, սերն է պակասել։ Մենք տեսնում ենք սերը պակասել է երեխա ծնող հարաբերության միջև։ Մենք շատ ենք ասում երեխաներ հնազանդ եղեք ծնողներին։ Դա հրաշալի է եւ պատվիրան է տրված, որ երեխաները պետք է հնազանդ լինեն ծնողներին։ Բայց գիտեք, մենք մեր երեխաներից պահանջում ենք հարգանք, չէ՞։ Բայց դուք գիտեք, որ ես հանձինս իմ մասին եմ խոսում, ես այդ նույն հարգանքի իմ երեխաներին եմ տալիս։ Հա, երբ որ փոքր էին խրատում էի, սա չի կարելի, նա չի կարելի, բայց երբ որ նրանք մեծացան, իմ երեխաները իմ տան մեջ ճաշակում են հարգանք։ Եթե ես նրանցից պահանջում եմ հարգանք, ես պետք է հարգեմ իրենց։ Ես իմ գործով պետք է իրենց սովորեցնեմ ինչ է հարգանքը։ Ես հարգում եմ իրենց որոշումները, ես հարգում եմ իրենց կարծիքները, ես հարգում եմ իրենց բոլոր նպատակները, նույնիսկ եթե գիտեմ սխալ է եւ դրա մեջ իրանք ընկնելու են, անկում են ունենալու, ոչինչ, ես հարգում եմ, թույլ եմ տալի թող իրենց սխալներով ընկնեն եւ Աստված նրանց վեր կբարձրացնի։ Նրա Աստվածը, ում Աստվածը Քրիստոս Հիսուս Տերն է, ընկած չի թողում իրանին։ Թեկուզ բարդ կերպով դասատալիս, բայց դասատալիս ու հետա բարձրացնում։ Մեր Տերը մեզ ընկած չի թողում, մեր Տերը չի փառավորվում մեր ընկած վիճակում, մեր Տերը փառավորվում է, երբ որ իր զավակը բարձրանում է, մեր Տերը փառավորվում է, երբ որ իր զավակները հաջողվում են, որովհետև երբ որ հաջողվում ենք, այդ ժամանակ մենք մեր ողջ փառքը տալիս ենք իրան, ամեն։
ծնող երեխա հարաբերությունն է փչացել, սերը կորել է նրանց միջև։ Բերանով ասում են սեր, բայց սեր չկա։ Երեխաները ամբոստացել են ծնողների դեմ, տեսնում ենք, թե ինչպես են անարգում ծնողին, եւ սա գիտեք ինչ վտանգավոր է, Աստծո խոսքը բացահայտ ասում է, եթե ծնողներին չպատվեն, ասում է կարճ կյանք կունենաք երիտասարդներ, այսինքն ծնողին չհարգողը կարճ կյանք է ունենում, ինչ ենք տեսնում այսքան երիտասարդների կորուստ, որտեվ Աստծո խոսքն է անարգվում, Աստված պատվիրել է, մարդը մերժել է, Աստված իր առջև դրել է կյանքը եւ մահը, մարդը ընտրել է մահը։ Ում ենք մեղադրում։ Այսօր իմ առջև եւ եթե մեկը կանգնում եւ ասում է Աստված է մեղավոր, որ ես ես երբևիցե իմ մոտ այդ արտահայտությունը չանեք։ Ինչ էլ մեր կյանքում լինի, դուք իմացեք դրա մեղավորը միայն մեկն է, դա մենք ենք։ Ոչ էլ թշնամուն մեղադրեք, մենք ենք։ Մենք ունենք որոշում ամեն օր, մեր կյանքի մեջ արթնանում ենք որոշումը մեր առջև է մինչև քնելը։ Ինչ որոշում կկայացնենք, ինչ կցանենք, դրա պտուղն էլ կքաղենք։ Ամեն։ Ընկերների մեջ ենք տեսնում սերը սարճել է։ Ես նայելով իմ անցյալը, իմ պապայի, իրանց կյանքը, իմ պապայի ընկերները, պապաս չկա, բայց իր ընկերները դեռ իրանց կանայք, սենց մենք ընտանիքներով մեր հարազատ հարաբերությունը պահպանել ենք սիրո մեջ։ Բայց այս օրերին դա չկա եւ սա վտանգավոր է։ Եթե առաջ ես տենում էի ընկերը ընկերոջ համար կյանք էր տալի, ես այսօր տեսնում եմ ընկերի կյանքն է վերցնում։ Ինչու՞։ Սերն է սարճել։ Ազգերի միջև պատերազմները, այս ինչ տեսնում ենք մեր շուրջը, սա լրիվ սիրո պակասն է։ Եվ ցավոք սրտի շատ առումով այս նույն ալիքը մտել է եկեղեցի։ Այս նույն բանը եկեղեցիներն են ճաշակում։ Եկեղեցում է սերը սարճել։ Վրեժխնդիր են մարդիկ դարձել։ Եկեղեցին մեկը մեկի հետ է կռիվ տալիս։ Իմ եկեղեցին ավելի լավն է, իմ փառաբանության խումբը ավելի լավն է, իմ եկեղեցին էսա, ինչ քո։ Եկեղեցիներ գոյություն չունի, մի հատ եկեղեցի կա, դա Քրիստոսի եկեղեցին է։ Ով որտեղ կհավաքվի, դա կապ չունի, դա միակ եկեղեցին է։ Երբ որ Հիսուս հափշտակեց, ամբողջ իր եկեղեցին է վերցնում աշխարհի վրայից։ Ինչպես կարելի է մենք իմ ու քոնը անենք, ինչպես կարելի է եկեղեցին եկեղեցու հետ պատերազմի։ Գիտեք, լավ է, որ բաժանումը եկել է խավարի եւ լույսի միջև, բայց եթե բաժանումը գա եկեղեցու քույր եղբայրների միջև, սա արդեն թշնամու ձեռագիրն է։ Այսքանը հասկանալով ինչու եմ տալիս այս խոսքը, ինչու է Տերը տվել, որ մենք զգայուն լինենք Սուրբ Հոգուն, զգաս լինենք, զգոն լինենք եւ ամեն ժամանակ հսկում անենք մենք մեր անձերը։ Ես եկեղեցի ձեզ քաջալերում եմ, ուր կմտնեք, ինչ կանեք, եթե հոգեվոր անձերը լինեն, ասա դու եւ ես մեկ ենք Քրիստոսում։ Երբեք մի գովա իմ եկեղեցին քո սա Աստծուն փառք չի բերում, խոստանում եմ ձեզ։ Ձեր իրական հովիվը սկի ես չեմ։ Ես տեղ մի հատ միկրոֆոն եմ, ինչպես միկրոֆոնը ես եմ օգտագործում, որ փոխանցեմ Տիրոջ խոսքը, ես է Տիրոջ ձեռքի միկրոֆոնն եմ փոխանցում ձեզ։ Ստեղ հովիվը Քրիստոս Հիսուս Տերն է, ով որ հսկում է իր եկեղեցին, ով որ առաջնորդում է, խրատում է եւ այս ամենը անում է մեկ շարժառիթով, սիրով։ Գիտեք, Դավիթին, երբ որ սխալ էր գործել եւ Աստված ասաց Դավիթ ընտրիր, ուզում ես մարդկանցից պատժվես թե ինձանից։ Գիտեք, Աստծո պատիժը մենք գիտենք, կարա վտանգավոր լինի, բայց Դավիթը այդ ամենի մեջ փնտրեց, ասեց ես ուզում եմ դու ինձ դատես, ավելավա քո ձեռով պատժվեմ։ Ինչու՞։ Որտեղ նա հասկացել էր Աստված սեր է։ Եթե նա ապաշխարի զղջա, Աստված կների իրան, բայց մարդը կկործանի իրան, կոչնչացնի, նույնիսկ հետ չի նայ։ Մենք պետք է հասկանանք մեկ կարևոր բան Աստծո ժողովուրդ, Աստծո սիրո խորությունը, Աստծո սիրո մեծությունը։ Եթե մենք չհասկանանք ու չճաշակենք Աստծո այդ սերը, մենք կմնանք դառը անձեր, որ մենք մեզ ընդամենը կխաբենք։
Եվ այսօր Սուրբ Հոգին, երբ որ քարոզը տվեց, գրում էի այս ամբողջ շաբաթ երեք ամբողջ օրը այս քարոզի մեջ եմ եղել եւ օրհնվել եմ, այնքան խորն էի ճաշակում իր սերը, այտենց սեր գոյություն չունի, աննկարագրելի մի հատ սեր է, որ դու կարաս տենաս քո մեղքդ ու նայես իրան, սիրո աչքերով քեզ է նայում, սիրահարված մարդու վրա, ում որ ստեղծել է իր կերպարով, երբեք չի դատապարտում մեզի։ Հիմա հասկանում եք, որ ինչքան զզվելի ենք մենք մարդիկս։ Աստված մեզ սիրում է, բայց մարդը մեզ ատում է։ Հարցում, որ մենք տեսնում ենք մեր շուրջը, ամեն բան քաոս է, սիրո պակաս է։ Իսկ մարդիկ որտեղ գտնեն սեր։ Որն է իրական սերը, որտեղ կան ճաշակեն։ Գիտես, հիմա կասեք Փաստեր Սիլվիա նոր ասացիր Աստված, ուրեմն Աստծուն պետքա մենք մոտենանք։ Աստծուն դու ճաշակում ես մարդկանց միջոցով։ Ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Հիսուս ասաց սերը միայն պիտի ճաշակեն եկեղեցուց։ Ինչ եկեղեցու մասին է խոսքը։ Արդյոք եկեղեցու այդ գմբեթներից, անտիր շինություններից, դա խոսում եմ առաքելական եկեղեցի, խոսում եմ ավետարանական եկեղեցի, կապ չունի, Քրիստոսի եկեղեցին, ես խոսում եմ արդյոք շենքի պատերից ենք մենք ճաշակում սերը, իհարկե ոչ, մենք սերը ճաշակում ենք Սուրբ Հոգու տաճարներից, իսկ ով է Սուրբ Հոգու տաճարը, ես և դու, Հիսուս ասաց շնորհքի դար, նոր կտակարան ասաց, ինքը երբ որ եկավ ասեց այլևս, ես չեմ բնակվելու շենքերի մեջ, գմբեթների մեջ, այդ մեծամեծ եկեղեց, ասեց բնակվելու եմ ձեր մեջ, դուք դառնալու եք, ասաց դուք դառնալու եք Սուրբ Հոգու տաճարները, որտեղ ես կբնակվեմ։ Հիմա Հիսուս ուզում է աշխարհը սերը ճաշակի Սուրբ Հոգու տաճարներից, որոնք որ մենք ենք։ Ես չեմ կարող կանգնեմ այստեղ ասել ես Սուրբ Հոգու տաճար եմ ու դառը լինեմ, մարդկանց չսիրեմ, մարդկանց անարգեմ, մարդկանց հանդեպ վատ վարվեմ, գիտեք, ինձանից պահանջվելու է։ Եվ ոչ միայն ինձանից ձեզանից։ Եթե այսօր այստեղ նստած ես, ամենավտանգավոր տեղում ես նստած, որովհետև խոսքը արդեն լսում ես, չես կարող Աստծո առջև կանգնես եւ ասես չեմ իմացել։ Եթե չես իմացել, դատը հեշտ կլինի, բայց եթե իմացել ես ու չես արել, մենք պետք է սիրենք մարդկանց։ Շատ մեծ բան չի ուզում, չէ՞ Տերը մեզանից։ Սիրեք մարդկանց։ Սերն է ամեն հարցերի լուծումը։ Եվ քարոզի վերնագիրը Սուրբ Հոգին պաշտում եմ իրան, իր անուշ ու քաղցր ներկայությունը, դարձյալ հիշեցնում է մեզ Հիսուսի խոսքերը, ինչպես խոստացավ, ասաց սիրեք իրար, ինչպես ես ձեզ սիրեցի։ Հիսուսը ինչ խոսք մեզ պատվիրել է, ամեն առումով ինքը օրինակ է ծառայել մեզ։ Ինչպես ինքը ասում է, ես ոնց որ ձեզ սիրեցի, նույնպես դուք սիրեք ուրիշներին։ Հիսուս նոր պատվիրան տվեց։ Իհարկե այս պատվիրան են սկզբից հայրը տվել էր, բայց նա մի տեսակ highlight արեց, ավելի մեծացեց, ասաց սիրեք, սիրեք, սերը ամեն հարցերի լուծումն Աստծո ժողովուրդ։ Սերը ընտրություն է, ոչ թե պարտավորություն։ Շատերը Աստծո տան մեջ պարտավորություն են զգում, վայ սրան է պիտի սիրեմ։ Այդպես չպետք է լինի, մենք պետք է սիրենք, որովհետև մեր մեջ բնակվողը, մեր այրուններից նրա այրունն է հոսում, մենք կրում ենք նրա DNA-ը մեր մեջ, որովհետև մենք երկրային քաղաքացիներ չենք, այլ երկնային քաղաքացիներ ենք։ Այս օրերին, քանց երբևէ եկեղեցին առավել ևս պետք է սպառազինվի Աստծո սիրով։ Մենք պետք է հագնենք սերը եւ պետք է քայլենք սիրո պատմուճանով։ Ամեն մեզ հանդիպողը, ով ուզում է լինի, պետք է ճաշակի Քրիստոսի սերը մեզանից։ Ամեն։ Այսօրվա այս քարոզը թույլ է տալիս մենք ամեն մեկս վերանայենք մեր անձերը եւ տեսնենք որտեղ ենք տկարացել,
որտեղ ենք ընկել, որտեղ է մեր մեծ սերը փչացել։ Այսօր աշխարհը թշնամին ինչպես է մարդկանց գրավում Աստծո ժողովուրդ, աշխարհը ինչպես է մարդկանց գրավում, կեղծ սիրո դիմակով։ Թույլ տվեք մի հատ օրինակ տամ, որը շատ ավելի պարզ կանի մեզ հասկանալ։ Ամուսնանում են, չէ, զույգերը։ Կինը ամբողջ օր իր ամուսնու համար էփում է, մաքրում է, տունը լվանում է, երեխա ունենում է, հոգ է տանում, դաստիարակում է, մեծ ասում է, այս բեռը կնոջն է, չէ, այս ամենը անում է։ Բայց հանկարծ մի օր, երբ որ զույգերի մեջ կռիվ ալնում, հանկարծ ամուսինը դուրս է գնում, մեկ ուրիշ դրսի փողոցի կինը միշտ էլ ունի այդ իր կեղծիկ դիմակը հագած, որ քեզ չակերտավորած սեր ու ուշադրություն տա։ Բայց հասկանում եք, իրականում սերը դրսի տվողը չի քեզ, իրականում սերը քեզ տվող հենց քո տան մեջինն է, իրական սերը այդ հոգատարությունն է։ Բայց տղամարդիկ լինելով տգետ, ոչ թե միայն տղամարդիկ, նույնպես կանայք, մենք հասկանում ենք, որ դրսում են փնտրում սերը, ինչու, որտեվ այդ դրսի սերը մի հատ դիմակ է կեղծիկ, որը կարողանում է գրավի ու տանի։ Հիմա ուշադիր լսեք Աստծո ժողովուրդ, եթե մարդիկ ճաշակեն իրական ճշմարիտ Քրիստոս Հիսուսի սերը քո մեջ, երբեք դուրս չեն գնալու, երբեք դրսում չեն փնտրելու, որովհետև կեղծիքը ճշմարտությունից զանազանել կիմանան։ Իրական ճշմարիտ սերը, այդ հոգատարությունը միայն ու միայն Քրիստոսով պետք է լինի։ Դու կարող ես հոգնել, կյանքդ է տալ, հիմա քիչ հետո այդ մասին եմ խոսալու, բայց ոչ մի օգուտ չտա, բայց եթե դու այդ ամենը անես Աստծո սիրով, դու մագնիսի նման կքաշես բոլորին քո շուրջը, որովհետև քո մեջ ոչ թե աշխարհի կեղծ դիմակով սերն է, այլ իրական Քրիստոսի սերն է։ Ամեն։ Իսկ ինչ է ճշմարիտ սերը։ Առաջի կետերից մեկը, որ կուզեմ հենց մատնացույց անել եւ կուզեմ հենց սրա վրա կենտրոնանանք, եթե քո մեջ կա Աստծո սերը, առաջի սերը, որ դու մարդկանց նկատմամբ կցուցաբերես, դա Աստծո թագավորությունը քարոզել։ Որտեվ դու չես ուզի այդ մարդը դժոխք գնա, դրա համար դու քո բերանը կբացես ու կքարոզես Աստծո թագավորություն, ճշմարտությունը կասես, որ պետք է ապաշխարեն, Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունեն, Հիսուսին հետևեն, եկեղեցի գնան, հոգևոր կերակրվեն, անձը աստվածապաշտությամբ վարժեցնեն։ Սա է ճշմարիտ սերը։ Այնքան պետք է սիրենք մենք մարդկանց, որ չծածկենք երբեք ճշմարտության ավետարանը նրանցից։ Մի մտածի, բայց որ ասեմ կարողա ինձ վիրավորի կամ ծաղրի։ Այդտեղ դու քեզ բռնացա շատ վտանգավոր տեղում ես, որտեղ ուրեմն դու ապրում ես իշխանության տակ, մարդ Արարածի իշխանության տակ, ուրեմն դեռ քեզ հետաքրքրում է մարդու կարծիքը։ Պողոս առաքյալը ասում է հիմա ում եմ ծառայում, մարդկանց թե Աստծուն։ Եթե ես Աստծուն եմ ծառայում, ես մարդահաճո բաներ չեմ անի, ես աստվածահաճո բաներ կանեմ եւ աստվածահաճությունը առաջի սերը այնա գնացեք, քարոզեք ողջ մարդկությանը Աստծո թագավորությունը, ինչու, որպեսզի փրկվեն, ցույց տվեք նրանց ճանապարհը փրկության։ Աստծո ժողովուրդ, ոչ ոքի կյանքը խոստացված չի հավիտյան։ Մարդ կա ապրում է 50 տարի, 60 տարի, 40, հիմա ավելի ու ավելի կարճանում է, լսեք ուշադիր ինչ եմ ասում։ Ձեզ հարցում տվեք, եթե այսօր իմ աչքերը փակեմ այս երկրի վրա, ուր եմ գնում, ուր է իմ հավիտենական կյանքը լինելու, որտեղ եմ անցկացնելու։ Միակ խոստումը հավիտենական կյանք Քրիստոս Հիսուսով է։ Եվ որովհետև մենք փրկվել ենք, ասում եմ, դուք փրկվել եք, դե հիմա գնացեք, փրկության պատճառը դարձեք ուրիշների, դա իրական սերն է։ Սիրել մարդկանց չի նշանակում միայն հոգ տանել նրանց ֆիզիկականը, հոգևորը, տնտեսականը, բարեկեցության մասին, այսքանով չի սահմանափակվում։ Մենք պետք է հասկանանք, եթե սիրում ենք, մենք պետք է ճշմարտությունը քարոզենք, պետք է նրանց ասենք, եթե չապաշխարես, դժոխք ես գնում, դու նրան հետ ես պահում որոգայթից, թշնամու, այն խաբվանքից, ինչի մեջ ինքը տարիներ ապրել է, դու նրան ասում ես, որ փրկությունը միայն ու միայն Քրիստոս Հիսուսով է, երկնքի բանալին
խաչնա։ Կընդունես, կառնես նրա հետևից կեթաս, ուրեմն իմացի դու երկինք կհասնես։ Հիսուս աշխարհում ապրած ժամանակ չէր ման գալիս եւ մարդկանց ասում սիրում եմ քեզ։ Կամ Մույսին էր տեսնում սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ։ Այդպես բան ես չեմ կարդացի ավետարանում։ Երբևէ նենց բերանով չէր ասում սիրում եմ քեզ։ Հիսուսի կյանքը ավետարանելը Աստծո խոսքը, ապաշխարություն, փրկություն, յետարեք ձեր մեղքերից, սա արդեն լրիվ սեր էր։ Եվ միևնույն ժամանակ տեսնում էինք, որ բոլորի կարիքներին կարեկից էր նա լինում։ Բայց ամեն ինչից առավել եկեղեցուն մի պատգամ ա տվել Տերը։ Ասաց գնացեք քարոզեք բարի լուրը։ Գնացեք քարոզեք բարի լուրը։ Այսօր դու գիտեք քուրս, որ ստեղ նստած եք, Նարինեն անսահման սիրով ձեզ սիրում է։ Դրա համար այսօր քեզ, մամային, ընդեղ մորքուր, փեսա, սաղի հավաքելա իր շուրջը, որտեվ սիրում է։ Որտեվ էլ արդեն իր սերը աշխարհի սկզբունքներով չի, աշխարհը բաց է թողել, ինքը բռնել է Աստծո իրական սերը, դրա համար իր միակ նպատակն է փրկվեն իմ ընտանիքը։ Եթե դուք լսեք ինքը իմ հետ ինչ է խոսում իր ընտանիքի մասին, դուք ուղղակի կհուզվեք ու կլացեք։ Ես ուզում եմ մենակ տենամ իմ ընտանիքը, իմ քուրը, իմ փեսան, երեխեքը, բոլորս, իմ մամաս, բոլորը փրկվեն, բոլորը Աստծուն գան։ Սա սեր է։ Սա սեր է։ Եթե դու սիրես, դու գլուխդ հանգիստ բարձին չես դնի, իմանաս մեկը դեռ փրկված չի։ Դու ամեն ինչ կանես, որ բոլորը փրկվեն եւ գան Աստծուն։ Եվ եթե քո շարժառիթը դու խնդրանքդ ուղիղ Աստծո հետ, ես քեզ խոստանում եմ։ Ոտքերները ոչ թե իրանք Տերն է բերելու Աստծո տուն։ Եվ նրանք ժառանգելու են հավիտենական կյանքը, որովհետեւ դու սիրեցիր։ Քո սերը գործ ուներ։ Ամեն։ Աստվածաշունչը շեշտում է բոլորին սիրել, մանավանդ, մասնավորապես մեղձավորին։ Եկա վտանգավոր տեղ, հիմա սաղի դեմքի ժպիտը կգնա։ Ասма սիրեք ձեր թշնամիներին։ Սաղ սենց սառեցին, բռնվեցին։ Այսի արդեն դողը առաջացնում իմ մեջ։ Ոնց սիրեմ ես դրան ախր։ Հենց դրան ոնց սիրեմ ես։ Ինչեր է արել իմ գլխին։ Մենակ ես գիտեմ ինչ ձև այնց խայտարակ է, վնաս է ու ցաված է, ուշադիր լսեք, բոլորս ճաշակել ենք դա։ Եվ ավելին ասեմ, բռնվեք, բոլորս նույն ցավը ուրիշներին ենք նույն կերպ հասցրել։ Չկա մարդ արդար Աստծո աչքին, բոլորս ենք մեղ գործել և Աստծո փառքից ընկել, ցավացել են, ցավեցրել ենք, ովքեր են ցավեցրել, ինձ թվում է մենակ ես եմ էլի։ Փառք Հիսուսին անկեղծեք ժողովուրդ ջան, մենք էլ ենք հետ ցավացրել։ Դրա համար հասկանալով, որ մենք մահկանացու մարմնի մեջ ենք և բոլորս ենք ենթակա ցավեցնելու, մենք պետք է մեզ ցավացնողներին բաց թողենք, ներենք։ Հիսուս աշխարհում ամենաշատը քարոզում էր ներում։ Ներելը գիտեք ինչից է բխում, սիրելուց։ Եթե չսիրես չես ների, հասարակ օրինակ տամ, էլի իմ տղայի վրայով չնաս դուրը չի գալի, ես ենքան եմ սիրում իմ տղային, խելագար սիրով սիրում եմ նրան, ինչ հելանի կյանքում ներելու եմ։ Մի հատ փորձեք հասկանաք խորհուրդի ինչ եմ ասում, ենքան խելագար սիրով եմ սիրում իմ որդուն, որ ինչ էլ նա անի, ես նրան ներելու եմ։ Աստված ուզում է այդ աստվածային սերը ոչ միայն լինի որդուդ նկատմամբ, որտև Աստծո խոսքն ասում է, նույնիսկ չար մարդիկ են իրանց երեխաներին սիրում։ Աստված ուզում է այդ սերը այնքան խորացած, արմատ գցած լինի մեր մեջ, որ ոչ միայն որդուս սիրեմ ու ներեմ, այլ բոլորին սիրեմ ու ներեմ։ Եվ սերը այն չի, որ դու այդ մարդուն տենաս, որ քեզի ասենք թե վիրավորել, խորը վիրավորանք պատճառել, տենաս ունենց մեջդ մի բան զգաս իրա հանդեպ, չէ, էդի սուտ է, էդի կեղծ է, էդի զգացմունքային ինչ-որ մի խաբվանք է թշնամուց, գործ, որ դու գիտես քեզ ցավացրել է, դեռ քո մեջ կա վիրավորանք, բայց դու հարգել գիտես, նրան ջուր տալ գիտես, հասկանում եք, գործ է, մենք պետք է այդ սերը պինդ բռնենք, որ չլինի, երբ որ տենանք ատելությամբ նայվածքներ կամ
այլ սեր ցույց տանք, գործով ցույց տանք, որ ներել եմ ես քեզ, ամեն։ Առաջի Հովհաննես 4 օրտնվում եք Աստծո ժողովուրդ, Տերը խոսում է ձեր հետ, Փառքը Հիսուսին։ Առաջի Հովհաննես 4:7 համարում Հիսուս ասաց այս խոսքերը. Սիրեք իրար, որովհետև սերը Աստվածանից է։ Ամեն ով որ սիրում է, Աստվածանից է ծնված։ Այսինքն դու չես կարող ասել սիրում եմ ու Աստծուն չեմ, այտենց բան գոյություն չունի, դա կեղծիքն է, դա կերպարն է, դա դիմակն է, որ հակած է մարդը։ Իրական ճշմարիտ սերը, եթե քո մեջ բնակվում է, դու իմացի դու Աստվածանից ծնված ես։ Եվ ասում է Աստվածանից է ծնված եւ ճաշակում է, ճանաչում է Աստծուն։ Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետեւ Աստված սեր է։ Աստված մեզ օրինակ թողեց մի մեծ սիրո պատմություն։ Դա Հովանու 3:16 համարներ Աստվածաշնչի սիրտը, որը որ կրում է այս անունը, եկեղեցին կրում է այս անունը իր վրա։ Դա Հայր Աստծո սերն էր ողջ մարդկության նկատմամբ։ Աստծո ժողովուրդ, այս սերը աննկարագրելի մի սեր է։ Մարդկային առումով, մարդկային տեսանկյունից չենք կարող մենք բացատրենք ինչ սեր է։ Աննկարագրելի է այն։ Այդ սերն էր, որ ստիպեց Հայր Աստծուն զոհել իր ամենաթանկը, որը իր որդին էր։ Քանիսը ստեղ մեղավորի համար ձեր որդուն կզոհեք։ Նա իր որդուն գահից իջեցրեց, որպես մարդ ծնունդ տվեց, որպիսի փրկի ինձ ու քեզ, որպիսի ունենա ինձ ու քեզ, որպիսի ազատագրի մեզ ինչից, ստրկությունից։ Մենք ստրուկներ էինք սատանայի, մեղքի այդ շղթաների մեջ բռնված, բայց այնքան սիրեց, այնքան գթած էր նա, որ ասաց ես թողելու եմ իմ գահը, իջնելու եմ մարդկությանը փրկելու։ Դե համար Հիսուս ասում է, չէ, Մատթեոս 11:28 համարում ասում է, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ, բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Որն է իր հանգիստը? Սերն է, որ դու միայն հանգիստ կարող ես գտնես սիրո մթնոլորտում։ Եթե որտեղ սեր կա, այդտեղ հանգստություն կա, որտեղ ատելություն, բարկություն կա, այդտեղ anxiety, այդտեղ panic կա, այդտեղ հոգեկան խանգարում մարդը կարող է ստանալ, որը որ շատերը այսօր ստացել են։ Բայց եթե սիրո մթնոլորտ է, այդտեղ միշտ խաղաղությունն է տիրում։ Դու ոչ միայն մտովին ես առողջ, հոգևոր եւ ֆիզիկավոր էլ դու առողջ ես քեզ զգում։ Որքան է մեզ սիրում, որ մեզ հայտնում է սա Տերը, ամեն։ Մեր John 3:16 եկեղեցու առաքելությունը սեր տարածելն է, սեր փոխանցելն է։ Ասեմ, որ բացառություն չի, ուշադիր լսեք ու իմ հետ ուզում եմ շատ անկեղծ լինել ձեզ հետ, ամեն։ Բացառություն չի, որ մեր շուրջը կլինեն մարդիկ, որ կբարդացնեն մեր սիրո առաքելության գործը։ Այսինքն կլինեն դառը մարդիկ, կլինեն չար մարդիկ, նախանձով, ատելությունով, մրցակցությունով լցված մարդիկ, որ իրանց շուրջը որ նստում ես, ձևականությունը դեմքերին է, բայց խորքը տեսնում ես, լրիվ կեղծ է։ Կլինեն այս տեսակ մարդիկ մեր շուրջը, անկեղծ ասած, ես ինքս այս քարոզը գրելուց մի պահ ասեցի, ախր սրանց ո՞նց սիրես։ Հիսուս տվեց գաղտնիքը, ասաց ոնց սիրի, ասեց ուզում ես հաղթեք ձեր թշնամիներին, անպատճառ այո Տեր, ասաց հաղթանակի դիրքից պատերազմեք, որն է հաղթանակի դիրքը։ Հռոմեացիս 12:21 համարում ասում է մի հաղթվիր չարից, այսինքն չար հետ հատուցելով, այլ բարիով հաղթիր չարին։ Եթե ուզում եք ձեր հանդեպ թշնամություն անողներին ներվայնացնեք, գնացեք ու սիրեք իրանց։ Ես ձեզ խոստանում եմ ներվայնանալու են։
Եվ գիտեմ, որ դուք եք ուրախանաք, որ ներվայնանում են, որովհետև դեռ այդ վիրավորակը կա ձեր մեջ, լսեք, կատակ եմ անում, ժողովուրդ, լսեք, այո, բայց իրականն է, դու գնա թշնամուց սիրի ու դու մի հատ իրա դեմքը նայի, այլալվելու ասեց, ասելու ես ինչ այնձի սեր տալի, ավելի աբարկանալու, գնա ու տուր, մի օր կգա, իր այդ սառույցը քո այդ տաքությունը կհալեցնի եւ գիտես ինչ ամենագեղեցիկ բանը քո պատճառով քո թշնամին երկինք կգնա Հիսուս մեր սառույցը հալեցրեց իր սիրով մի ժամանակ մենք իրան թշնամի էինք ծաղրում էինք անարգում էինք մեր Տիրոջը բայց նա դարձյալ սեր էր տալիս իր մեզի չար լինելով մեզ չարով չեր հատուցում այնքան սեր տվեց հալացեց այդ սառույցը եւ այսօր մենք այնքան բաց ու պարզ աչքերով տեսնում ենք այդ սերը Տեր ասма ճաշակեցիր այո դեմա գնա դու էլ ուրիշին տուր սիրում են Աստծու հետ հանդիպած մարդիկ Վրեժխնդրությունը Տիրոջինն է, եթե դառը քեզ ցավ են պատճառել, տուր Տիրոջը, նա վրեժխնդիր կլինի, ասма տուր ինձ, դե հիմա դու գնա իրան սիրի, իր համար աղոթի, իրան օրհնի, իրան հասի, օգնի, արա ու տուր ինձ վրեժխնդրությունը, եթե այդ քո արածի դեմ ինքը չապաշխարեց, չհասկացավ ինչա քո հանդեպ արել, ես իրա պատիժը իրան կտամ Մենք անչված չենք դատենք ու պատժենք մարդկանց, որովհետև ինչ չափով չափենք, այդ չափով կչափվենք, մենք կժառանգենք անեծքը, և ասма, եթե չհնազանդվենք, ասма, քո 4 սերունդը կանիծվի, բայց եթե հնազանդվեք ինձ ու անեք ինչ որ ասում եմ, ասма 1000 սերունդը տորտնված է լինելու, տկարան անգնի, պակասի, սխալներ անի, դուք կտենաք ձեր սերունդը օրտնված է լինելու, որովհետև Աստծո բերանից է խոստումը դուրս եկել, ամեն, իսկ բարին որն է, թույլ տվեք էլի ընթերցեմ, Մատթեոս 5:44-ում Հիսուս ասաց, բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարին արեք ձեզ ատողներին եւ աղոթ կարեք ձեզ չարչարողներին եւ ձեզ հալածողների համար։ Գիտեք այս ամենը անելու համար հեշտ է։ Հանձինս ես կպատասխանեմ շատ բարդ է։ Բայց Տերը քանի որ պատվիրել է ու ես Աստծո խոսքը գիտեմ Փիլիպեցիս 4:3-ը, որ բացահայտ ասում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Չի ասում որոշ բաներ կարող եմ ինձ զորացնել, ասում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Եկեք Հիսուսի աչքերով մենք մեզ նայենք։ Եթե մենք Աստծուն ենք եկել, իմացեք, որ մենք շատ ապահով, շատ հաստատված Աստծո ժողովուրդ ենք։ Ու եկեք չկաղանք, եկեք չկասկածենք այս խոսքերի վրա, ուղղակի քայլենք այս խոսքերով։ Ամեն։ Առաջի Կորինթացիս 13 գլուխը, հայտնի գլուխ, բոլորս գիտենք, խոսում է ինչ է սերը։ Երկայնամիտ, քաղցր, չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրփանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, ուրախանում է ճշմարտության հետ, ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, համբերում է, սերը երբեք չի վերջանում։ Գիտեք, ամենավտանգավոր բանը եկեղեցին այսօր որն է անտեսում, թույլ տվեք ասեմ, Պողոս առաքյալը մի հայտարարություն է անում, որը մեզ է վերաբերվում, որ մենք ինքներս պետք է մեզ քննենք սրա մեջ, ասում է, եթե մարդկանց և հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես եղա ձայն հանող, ասում է մի հատ պղ ինձ, կամ հնչեցող ծնծղ, այսինքն ոչնչություն։ Նայեք ինչ ասում, եթե հրեշտակների լեզուներով ու մարդկանց լեզուներով խոսեմ, այսինքն պարգև Աստծո ունենամ,
բայց սերը չունենամ, այսինքն իմ շարժառիթը սիրուց չլինի, ոչինչ եմ։ Հիմա նայեք երկրորդ ասում, եթե մարգարեություններ ունենամ եւ իմանամ ամեն խորհուրդները, ինչ խորհուրդների մասին է խոսքը, աստվածային խորհուրդները, գիտությունները, հավատք ունենամ, նույնիսկ ասում եմ սարերը տեղափոխեմ, նայեք հրաշքներ անեմ, կանգնեմ ու մեծամեծ հրաշքներ անեմ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Ինչ ենք հասկանում Պողոսի այս խոսքերից, որ առանց սիրո զոհաբերությունը ցուցադրություն է եւ կեղծիք։ Այսինքն Պողոս առաքյալը պարզ ասում է, որ առանց սիրո ձեր աստվածապաշտությունը կերպարանք է, ձևական է, ոչ թե իրական հոգու պաշտամունք։ Եկեղեցին պետք է մեկ կարևոր բան սովորի Աստծո ժողովուրդ։ Մենք այսօր կանչված ենք մղենք Աստծո թագավորությունը աշխարհի մեջ, որպիսի կարողանանք կանգնեցնել եւ դիմադրել անօրենության քամին եկեղեցի մտնելուց։ Ինչ է այդ անօրենությունը, այդ ապականությունը, դա այն է, որ ամեն մարդ անում է այն, ինչ իր աչքին է ճիշտ, եւ սա մեղք է։ Մենք ամեն մեկս պետք է մեկ միտք ունենանք, Քրիստոս Հիսուսի միտքը։ Մենք իրավունք չունենք, այո, տարբեր բնավորություններ կունենանք, Աստված այդպես է մեզ ստեղծել, բայց իրավունք չունենք մենք ամեն մեկս թափառական մտքեր ունենանք։ Ես ուրիշ բան ասեմ, դու ուրիշ բան ասես, չէ։ Հոգևորը, եթե հոգին իր մեջ է, մենք սաղս նույն միտքը, նույն խոսքն ենք խոսում։ Այնքան է եղել, որ ինձի հարց են տվել, պատասխանել եմ, ստեղ վկայում են մեր եղբայրներից, քույրերից, հետո գնացել են նույն հարցը տվել են Լիլիթ քրոջը, հետո Ռոզին, հետո մնացած քույրերին կամ եղբայրներին ու ասել են նույն բանն եք ասում, հա բա ինչ էիր սպասում։ Մենք սաղս Քրիստոսի միտք ունենք, մենք չենք կարող այլ բան ձեզ սովորացնել, մենք Քրիստոսի խոսքն ենք փոխանցում։ Անտարբեր լինել Աստծո խոսքին ամենավտանգավոր բանն է, խնդրում եմ բոլորս ուշադիր լինենք Աստծո խոսքին, չանտեսենք Աստծո խոսքը։ Գիտեք, մի հատ օրինակ կտամ, մի քիչ ցավալի օրինակ է, բայց դաս քաղենք սրանից։ Աստվածաշնչում կար մի տղա, անունը Սամսոն։ Սամսոնը, երբ որ նրա մայրը հղի էր իրանով, իր մոր որովայնից Աստված արդեն խոսել էր, որ դու չես խմի, մազերը չես կտրի որդուդ, նա պիտի ծնվի ինձ ծառայելու համար, նրա մազերը ուժը կդնեմ նրա մազերի մեջ, եւ գիտեք, Սամսոնը հզոր լավ սկսեց իր առաքելությունը, ջարդում էր թշնամուն, ինչպես Աստված նրան պատվիրել էր, լավ իր գործը անում էր, բայց գիտեք, Սամսոնը կորցրեց իր տեսողությունը շատ ավելի վաղ, քան իր աչքերը հանելը։ Մինչ թշնամին իր աչքերը հանեց, ինքը այդ ընթացքում, ծառայության ընթացքում իր աչքերի տեսողությունը կորցրեց, այսինքն անկավ անառակ կանանց հետևից, թշնամու կանանց հետևից, եւ թշնամու կինն էլ հենց նրան քնացրեց ու իր գաղտնիքը իմացավ, որ ուժը մազերի մեջ է, եւ մազերը կտրեց եւ թշնամին եկավ եւ աչքերը հանեց նրա։ Ինչ ենք հասկանում այս պատմությունից։ Հոգևոր կուրությունը մենք տեսնում ենք Սամսոնին տարավ ֆիզիկական կուրության, իսկապես թշնամին նրա աչքերը հանեց, բայց այստեղ նաև մի հատ գեղեցիկ բան ենք տեսնում, որ նրա ֆիզիկական կուրությունն էլ առիթ եղավ նրա հոգևոր աչքերի տեսողությունը հետ գա, եւ վերջի պահին ինչ խնդրեց Տիրոջը, հետ զորացու ինձ գործս ավարտեմ, կույր վիճակում ջարդեց փշրեց թշնամուն։ Աստծո ժողովուրդ, հիշեք մի կարևոր բան, ինչը որ քեզ կխանգարի սիրել մարդկանց, թող դա հելնի քո մեջից, արմատախիլարա, ձեռքը տա խանգարում, ձեռքը կրի, ես օրինակ եմ բերում, այն ինչը որ քո կյանքում կա, որ քեզ խանգարելու է, որ դու մարդկանց սեր ցույց տաս, կարծիքները, մարդկանց արտահայտությունները, կամ ինչ որ մի բան, անտեսեք դա, հանեք ձեր մեջից եւ շարունակեք անել Տիրոջ կամքը եւ ոչ թե մարդկանց
կամքը, ամեն։ Սերը անպարտ է։ Սերը ամենաթանկ ուժն է, որ կարող եմ ամենակոտրված, ամենաընկած, ամենաոչնչացած մարդուն բժշկել, վերականգնել, զորացնել, կառուցել։ Սերը այն հրաշալի ուժն է, որ հեռացնում է վախերը, գրած է, ասում է, որտեղ սերը կա, այնտեղ վախ չկա։ Հեռացնում է վախերը, հեռացնում է անհանգստությունները, բոլոր այս anxiety-ները, բոլոր սարսափները։ Գիտեք, այսօր մարդկությունը, ես կարող եմ ասել, հստակ կարող եմ ասել, 80% մարդկությունը այսօր ապրում է վախի մեջ կորցնելուց երեխա, կորցնելուց ծնող, կորցնելուց տուն, կորցնելուց հարստություն, կորցնելու վախը բռնել է մարդկությանը։ Խոստանում եմ ձեզ մի կարևոր բան, Աստծո սերը այդ վախը կհեռացնի և դու ազատ կլնես, ազատ կապրես, կվայելես քո ամեն մի օրը, չես ապրի ապագայով, կապրես ներկայով։ Ամենալավագույնը այսօր, որ ես ու դու իրար կարող ենք տալ, դա ֆինանսը չէ, ֆինանսը կտած վաղը կմոռանանք, ասի սերը։ Մենք ոչ մի բանով իրար պարտք չենք բացի մեկ բան, Պողոս առաքյալը պարզ ասում է այդ մասին, ասում է Հռոմեացիս 13:8 համարում, ասում է ոչ ոք ոչինչ պարտական չմնաք, ոչ ոքի ոչինչով պարտական չմնաք, բացի իրար սիրելուց, որովհետև ընկերին սիրողը օրենքն է կատարում։ Եթե դու սիրես, դու Աստծո կամքը արդեն կատարել ես, դու չես դատվելու, բայց եթե չսիրես, եթե քո մեջ սերը չկա, այսօր ուզում եմ աղոթենք ու խնդրենք սեր, Աստվածային սերը այնքան ճաշակ ես, որ դա ձևավորվի քո մեջ որպես քո էություն, քո բնավորություն։ Հիսուս ասաց վերջի օրերում սիրո անկում է լինելու։ Հիսուս այս կանխատեսում է սիրո սառնությունը նկարագրելով, որ ջերմության պակասա լինելու, սերը չեղավ ջերմություն չկա, սերը չեղավ հարգանքը չկա, սերը չեղավ ուշադրություն չկա, ուշադրության կորուստա լինելու, որն էլ կարող է հանգեցնել թշնամության։ Եվ այս հատվածում Հիսուսը մի գեղեցիկ բառ է ընդգծում ասելով, հենց այս նույն հատվածում, բայց ով որ մինչև վերջ դիմանա դրանք են փրկվելու։ Մենք մինչև վերջ, որտև ասում է սերը չի վերջանում, մինչև վերջ հաստատված մնանք սիրո հիմքերի վրա, որը Աստված է, որը Քրիստոս Հիսուս Տերն է։ Ավարտում եմ քարոզս, բայց կուզեմ ձեզ հետ կիսվել մի հրաշալի գիրք եմ ընթերցել, Rick Joyner, որը որ գրում է Final Quest-ի մասին, այսինքն վերջի արշավը, այնտեղ իր տեսիլքների մարգարեության մասին է գրում, թե Աստված ինչեր է իրեն ցույց տվել։ Եվ գիտեք, սարսափ ապրեցի այս գիրքը ընթերցելուց, ավարտեցի եւ հիմա էլի եմ ընթերցում, էլի նորից սկսել եմ եւ ուզում եմ այդ ավելի խորը գնամ այս գրքի մեջ, գիտեք այնտեղ ինչ է գրած։ Ասում է տեսիլքից մեջ տեսնում էի հոգևորներին, եկեղեցիները։ Եվ ասում է ցավոք սրտի տեսնում էի, որ եկեղեցիները գոնե սատանայի դեմ պատերազմ են, թշնամու դեմ պատերազմ են, իրար դեմ էին պատերազմում։ Ու ասում է, երբ որ ես ուզում էի նրանց հասկացնել, որ սխալ եք, թշնամու դեմ պատերազմ եք, ասում է, քիչ էր մնում ինձ հոշոտեին։ Սա ինչի մասին է խոսքը։ Սա խոսում է մարմնավոր հավատացյալների մասին, որ կերպարանքը կա, խոսքը գիտեն, լավ խաղում են, բայց հոգին չկա, ակնածանք չկա մեջները, Աստծո երկյուղը չկա մեջները։ Եթե Աստծո երկյուղը քո մեջ կա, դու քո ամեն քայլը գցելուց մի հատ կճշտես Տիրոջ հետ, նոր կգցես։ Առավոտյան գնացի մեր փաստորներից, Pastor Frank, իսպանացի հովիվա, ասեցի, զանգեցի Արմանին, ասեցի Արման, ասեցի, նենց սրտումս դրվեց, կուզեմ գնամ Pastor Frank-ի եկեղեցին, իրանց 8-ին է սկսում, ուզում եմ լսեմ քարոզելուց իրան, նոր գամ եկեղեցի, ասեց գնա, ու ես իմ մեջ աղոթում եմ ամբողջ ճանապարհին, ասում եմ Տեր, եթե դու ուզում ես ես գնամ, եթե դու ուզում ես ես ընդեղ մտնեմ, ուրեմն մի հատ
մի բան եմ քեզ խնդրում, հասնեմ այնտեղ, որտեղ 8-ին սկսում ես 8:40-ներ նոր հասա այնտեղ։ Ասի, երբ որ հասնեմ այնտեղ, հենց առջևում իմ համար parking թող լինի։ Հավատքի քայլ, ասացի, եթե այտենց է, ուրեմն դու ուզում ես ես մտնեմ այնտեղ։ Ժողովուրդ հասա Արմանի հետ եմ խոսում։ Հասա այնտեղ, ասի Արման, հենց առջևում իմ parking-ը պայլա։ Ուրեմն պատկերացեք, հարավոր ժողովուրդ է եկեղեցում, այդ սաղ parking-ները full է, առջևում մի հատ այսպես parking բաց։ Երկինք նայեցի, այն որ ասում ամեն անգամ նայում եմ, ասում եմ դու ես, գիտեմ, դու ես։ Ասի Տեր, ծառատ պատրաստ է, գիտեք ես ընդեղ այսօր գնացի, ինչի հետև իրանք կարիք ունեին, ես իրանց համար աղոթեի նույնիսկ։ Մեր Աստված բացահայտ շոշափելի ձևով իր զավակների հետ խոսում է։ Ծնվեք Սուրբ Հոգուց, քայլեք նրա հետ, սիրո մեջ քայլեք նրա հետ և խոստանում եմ ձեզ, ամենաապահով ծածկոցը սիրո ծածկոցն է։ Մենք պահպանված կլինենք ամեն բանից, եթե դու սիրես, վիրավորեն, նախատեն, ծաղրեն, հայհոյեն, խփեն էլ, դու որ սիրո ծածկոցի տակ ես ու քո մեջ մենակ սերն է քո մեջից բխում, ոչ մի այդ թույները քո վրա ազդեցություն չի ունենա։ Հենց դա է այն իշխանությունը, որ Հիսուս տվեց մեզ, ասեց քայլեք օձերի վրայով, կարիճների վրայով, ոչ մի բան ձեզ չի վնասելու։ Հակաթույնը սերն է։ Ովքեր են պատրաստ այսօր եկեղեցին հակաթույն ընդունելու։ Ովքեր։ Ավարտեմ այս համարով։ Հռոմեացիս 8:38 համարում Պողոս առաքյալը ասում է, որովհետև հաստատ գիտեմ, ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, ոչ բարձրություններ, ոչ խորություններ եւ ոչ մի ուրիշ ստեղծված բան չի կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով է։ Եկեք ոտքի վրա յուրաքանչյուրս մեր ձեռքերը դեպի երկինք անենք